Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Երկու հատ էլ մեջբերում կանեմ, որպեսզի շատ ավելի ամբողջականացնենք պատկերը ու այս առաջին արգումենտը ավարտին կհասցնեմ։ Բելյան ներողություն եմ խնդրում, մենք արդեն ձեզ հատկացված ժամանակից 33 րոպե։ Շատ լավ։ Բանը դրա համար միացրեցի սկզբում։ Ուրեմն Ցիտում եմ, կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ-ն պետք է ազգայնացվի, դա տեղի կունենա արագ, իմ հանձնարարականն է հեծի բոլոր աշխատակիցներին, բարեխիղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, ազգայնացումից հետո բարեխիղճությունը հաշվի կառնվի։ Սա երկրի վարչապետի պաշտոն զբաղեցնող անձի ֆեյսբուքյան էջում հրապարակումն է։ Հաջորդը ճեպազորույցի հայտարարեց թե դեռ մայիսին էր այդ մասին հանձնարարական տվել, թե գնում է մարզեր, տեսնում հոսանք չկա, արդեն խորհրդարանում ինքը շարունակեց սպառնալիքները, բերեց ԶՊՄԿ-ի օրինակը եւ պնդեց. հեսա շատ արագ, հեծը լինելու է պետական սեփականություն։ Սա ես ուզում եմ ուշադրություն հրավիրեմ։ Չկա հաղորդում, չկա օրենք, չկա որևէ վարույթ, քաղաքական իշխանությունները խոսում են հեծի սեփականացնորման մասին, ու պետականացման ազգայնացման մասին։ Գործընկերս նշանակեց, ինչի չէին անում 60 հոդվածով սահմանված կարգով, շատ բարձ պատճառով, հիմքեր չկար։ Չես կարող գազ բիզնեսը, ասես ես որոշել եմ այս բիզնեսը սեփականացնեմ։ Նույնիսկ գերիշխող, նույնիսկ մենաշնորհ զբաղեցնողը։ Չկա նման ընթացակարգ, եթե չկան խախտումներ, որովհետև այն արձանագրված խախտումների մի մասի վերաբերյալ, որոնց դուք շատ լավ տեղեկացված եք եղել, որ հիմնական պատճառը հանգույցը չկառուցելու հենց տկենն է, որ պետք է գնար հանրային գերակա շատ ճանաչեր, մասնավոր անձանց գույքի հետ կապված օգտագործման իրավունքի հարց լուծեր, որպեսզի հնարավոր լիներ այդ հանգույցը կառուցել։ Տկենը գիտի, որ ինքը չի արել իր պարտականությունները, բայց գրում է, այ տեսեք, մենք այս համաձայնությունները տվել ենք, մենք չբեցը։ Այ հեծը չի կառուցում։ Հիմա հեծը կարող է մի քիչ ավելի ակտիվ կարող էր զբաղվել, կարող է пассив կարող էր զբաղվել, բայց օբյեկտիվորեն հաղորդում է գալիս ձեզ։ Դուք ասում եք կասկածի տակ չեմ կարող դնել ինչ որ գրված է, երբ որ դուք ինքներդ լավ գիտեք, որ դա շուտ է։ Չի համապատասխանում իրականությանը եւ դեռ հեծի պատասխանատվությունը չի։ Բայց դուք գրում եք որոշման մեջ, որ ես ելնում եմ այն կանխավարկածից, որ դա ճիշտ է, քանի հակառակը մոտորապես չի ապացուցվել, որովհետեւ շեմը շատ ցածր է։ Այդ դուք եք գրում որոշման մեջ, որ շեմը քանի որ այստեղ պետքա տեսնենք հիմնավորվեց թե չէ, կասկած ունեմ թե չէ, կասկած չէի կարող ունենալ, որովհետեւ հակառակում դուք համոզված եք։ Ինչևից է, հիմա փորձենք հասկանանք ինչ ծավալով պետք է այս ուսումնասիրությունը տեղի ունենար։ Նայեք, հիմքը ուրեմն այս վարույթի հիմքը 36-րդ հոդվածի 9-րդ մասն է։ Այս դրա հիման վրա է հարուցվել այս վարույթը, որը ասում է հետևյալը. կառավարության լիազոր մարմնի հաղորդման արկայության դեպքում, որով առերևույթ հիմնավորվում է, որ վտանգվել է կամ կարող է վտանգվել եւ շարունակությունն է։ Ինչն եմ այստեղ ուզում կարևորեմ, լիազոր մարմնի հաղորդման արկայությունը։ Լիազոր մարմինը հաղորդում կարող է ներկայացնել եւ առաջ եւ հետո եւ ցանկացած փուլում։ Այսինքն այս օրենքը հաղորդման այլ մոդել չի սահմանել, ուղղակի հաղորդման տվյալ դեպքում ընթացքն է այլ ձևով ապահովել։ Այսինքն միջև օրենքը ընդունել, եթե հաղորդում լիներ, քննարկվելու էր մի քիչ այլ ֆորմատով, հանձնաժողովի 5 անդամներով, որոշելու եք, եթե բացարկի ինչ որ հարցեր չլներ, որոշելու եք այդ հաղորդման ընթացքը։ Այս դեպքում ոնց որ միանձնյա է որոշվում։ Եվ ձեր որոշման մեջ պարոն Մեսրոպյան արձանագրել եք. գտնում ենք, որ առերևույթ եզրույթի կիրառման օրենսդիրը սահմանել է վարչական վարույթի հարուցման հիմքի գնահատման ցածր շեմ, որի պայմաններում վարչական վարույթ հարուցելու համար չի պահանջվում հաղորդման մեջ նշված հնարավոր խախտումների եւ դրանցից բխող բացասական հետևանքների հաստատում թույլատրելի է վերաբերելի ապացույցներով։ Այսինքն, հաղորդումը պետք է դրանում նշված փաստարկների հաշվառման բավարար լինի առանց լրացուցիչ գործողություններ կատարելու գալ եզրահանգման առ այն, որ արկա է հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում, պարզման եւ գնահատման ենթակա հնարավոր հանգամանքներ։ Լրիվ ճիշտ է գրված։ Նորից, արկա են հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում պարզման եւ գնահատման ենթակա հնարավոր հանգամանքներ։ Այս որ հաղորդում եմ ներկայացնում, նայում եք, ասում եք, բայց հաղորդման մեջ բաներ ա գրել։ Դե սրանք պետքա պարզվի։ Սա է, հենց այդ եք գրել, ուրիշ բան չեք գրել։ Նման պայմաններում գտնում եմ, որ հաղթահարված է օրենքով նախատեսված վարչական վարույթի հարուցման հիմքի գնահատման նվազագույն շեմը։ Հիմա նայեք, որոշում եք արդյունքում ընդունել կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդման հիմքով
բաժնետիրական ընկերության նկատմամբ հարուցել վարչական վարույթ, ինչպես էներգետիկայի մասին օրենքի, այնպես էլ հանձնաժողովի էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտերի սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստեր ուսումնասիրելու նպատակով։ Անցած շաբաթվա վերջ աշխատակազմը սա մեկնաբանում էր, որ դուք վերազանցելով ձեր լիազորությունները որոշել եք կամերալ ստուգում անել, գնաք ամեն ինչ ստուգեք, կամերալ չէ ներողություն բան, համալիր ստուգում անեք, համալիր ստուգում անելու իրավասություն չունեք, չկա տենց բան, դուք ունեք հաշվետվողականության գործընթացներ, ունեք թեմատիկ ստուգումներ անելու, ստուգում բառն են պայմանական օգտագործում, որովհետև Հայաստանի Հանրապետությունում ստուգումների իրականացման մասին օրենքով դուք սուբյեկտների շարքում չեք, հանձնաժողովը կարգավորողով է եւ գործում է մի քիչ այլ օրենքի շրջանակներում։ Երբ որ մենք փորձում ենք վերլուծել, լավ, կարող եք աբստրակտ գնանք կազմակերպությունում, տենց աբստրակտ տեսնենք լավ է աշխատում, թե վատ է աշխատում, սենց շատ աբստրակտ։ Պատասխանը ոչ է։ Կա որոշակի թեմաներ, որի շրջանակներում իրականացվում է, ստուգում կասեմ, ինչ կասեմ, հեսա գործիքակազմին կանդրադառնամ, որը պետք է իրականացվի։ Եվ հանձնաժողովը ակնհայտ սխալ է մեկնաբանում այս նորմը։ Ասում այդ է որ դուք գրել եք, որ կարող ենք ամեն ինչ ստուգել, այդ ամեն ինչ որ ասում ստուգեք, այդ ասում որ իրավական ակտերին համապատասխանությունը 9 կետի մասով։ Դե կարող է դեպքում, եթե սա սենց լիներ, դե կարեք մի հատ էլ հարկային ստուգեի, կարեք մի հատ էլ ստուգեի այդ պարտավորությունների կատարում։ Իհարկե չէի կարայի, որովհետև կրկնում եմ, միջամտությունը պետական մարմինների, այդ թվում նաև կարգավորվող ոլորտում պետք է լինի մինիմալ եւ բացառապես սահմանված լինի օրենքով։ Հիմա նայեք, որպեսզի սա չդառնա, որ ես իմ կարծիքն եմ ասում ի տարբերություն հանձնաժողովի, որտեղ ես չեմ ասում, ես այդպես եմ կարծում։ Վարչարության հիմունքների վարչական վարույթի մասին օրենքը կիրառելի է բոլոր վարչական վարույթների նկատմամբ, հաշվի առնելով հատուկ վարույթների օրենսդրական առանձնահատկությունները, հա, եթե կան ինչ-որ առանձնահատկություններ։ Ուրեմն վարչական վարույթի հասկացությունը տրված է այդ օրենքի 13-րդ հոդվածում, որը ասում է վարչական վարույթը վարչական մարմնի վարչական ակտ ընդունելուն ուղղված գործողություն է եւ բաղկացած է 3 փուլից։ Փոխկապակցված վարույթի հարուցման, ընթացիկ եւ եզրափակիչ փուլերից։ Ուրեմն վարուցման փուլը այդ վարչական վարույթը հարուցվում է անձի դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա, այս հարուցման փուլն է։ Երբ որ մենք նայում ենք հետո իրականացումը, ասում է դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատասխան իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված նույն օրենքով նախատեսված գործառույթներ, որը ավարտվում է ակտի ընդունմամբ։ Երբ որ նայում ենք այդ հարուցման փուլը 30-34-րդ հոդվածներն ենք նույն օրենքի փորձում, ուզում եմ ֆիքսեմ, որ ՀՑԿ-ի մասին օրենքում կամ էներգետիկայի մասին օրենքում այս հարուցման ֆունդամենտալ որևէ տարբերություն չկա, այսինքն ընդհանրապես մի հատ կետ ավելացրել, որ ասում է տկենի դիմումով հարուցում ենք, այսինքն առանձնահատկություն կա որ դիմումով, բայց անձի դիմումով ձեր նախաձեռնության ըստ էության։ Ասում է հետեւյալը, որ վարչական վարույթը հարուցելու հիմքերն են անձի դիմումը բողոքը կամ վարչական մարմնի նախաձեռնությունը։ Եվ ասում է, ուրեմն սույն օրենքի առաջին մասի B կետով նախատեսված դեպքում, երբ որ ձեր նախաձեռնությամբ վարույթը հարուցվում է այն գործողության սկսման օրվանից, որը նպատակամղված է վարչական մարմնի նախաձեռնությամբ ակտի ընդունմամբ, դուք ընդունել եք հարուցելու որոշում, եթե սա մենք դիտենք բողոքի վրա է, էական չի, էլի բողոքի վարչական մարմնում ստանալու օրվանից է հարուցվել։ Այսինքն, եթե մենք սա դիտում ենք, որ բողոքի հիման վրա է հարուցվել, ժամկետը այսօր արդեն լրացած է, որովհետև բողոք ստացվել է ձեր որոշում ընդունելու նախորդ օրը, բայց ես այդպես չեմ գնահատում, ուզում եմ ասեմ, ես գնահատենք, որ սա ձեր նախաձեռնությամբ այդ տեղեկատվությունը հաշվի առնելով եք ընդունել։ Սույն հոդված, ուրեմն ինչ է ասում, ասում է վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը։ Երբ որ ասում է տկենը ձեզ դիմեց, դուք պետք է համապատասխան ակտ ընդունեք, ընդունեցիք։ Ինչ է այստեղ ստացվում։ Նշված հոդվածների համակարգային վերլուծությունից բխում է, որ հաղորդման կամ բողոքի հիման վրա վարույթ հարուցելու պայմաններում վարչական մարմինը նշված վարույթի ընթացքում ուսումնասիրում է վարույթի հարուցման համար հիմք հանդիսացած հանգամանքները եւ դրանց հնարավոր ազդեցությունը, ընդ որում վարույթի ընթացքում այլ ենթադրյալ խախտման հայտնաբերելու դեպքում, եթե հանկարծ վարույթ եք իրականացնում խախտում տեսակ, դա ոչ թե պետք է մտնի այս վարույթի մեջ, այլ եթե ի սկզբանե ստուգման առարկա չի, այլ վարչական մարմնի ներողություն, հայտնաբերելու դեպքում վարչական մարմինը նոր վարույթ պետք է հարուցի։ Եվ այստեղ մի հատ ֆունդամենտալ տարբերություն կա, պարոն Մեսրոպյան։ Այդ ժամանակ էլ դուք չեք կարող հարուցեք։ Այ եթե խախտում ենք տեսնում ուրիշ, այ հետ են գալիս ինքով քննարկում ենք, արդյոք այդ ձեռբերված ապացույցներով կարող անոր վարույթ հարուցվի թե ոչ։ Եվ հետևաբար
ֆունդամենտալ տարբերություն կա 9-րդ կետով հարուցված վարույթի եւ ցանկացած այլ հիմքերով քննվող գործերի շրջանակներում։ Հիմա նայեք ինչա ստացվում։ Արդյունքում ստացվում է, որ մենք վերջնական վարչական ակտի նախագիծը դրված եղանին քննարկելու, որից 6 կետից, 6-ը մի քանի կետ ունի, ընդունենք 6 կետից առնվազն 3-ը կամ 4-ը, կախված ոնց կմեկնաբանենք տարիների տարբերություն կա, դրանցով հարուցված վարույթ գոյություն չունի։ Այսինքն հարգելի հանձնաժողով, դուք պետք է քվեարկեք մի նախագծի վերաբերյալ, որով հարուցված վարույթ գոյություն չունի։ Եվ ինչի է այս process-ը մի քիչ տարօրինակ, որովհետև նախկինում դուք իրականացրել եք էներգետիկայի մասին օրենքով եւ ՀՑԿՀ մասին օրենքով սահմանված ընթացակարգեր։ Եվ հիմա դրան կանդրադառնամ ապացույցների ձեռբերման գործընթացի լույսի ներքո։ Համապատասխանաբար ի սկզբանե չի կարող կողմ քվեարկել մի նախագծի, որով հարուցված վարույթ չկա, եւ համապատասխանաբար, եթե նույնիսկ հանձնաժողովը գտնում է, որ ինչ-որ խախտումներ հայտնաբերվել են, ինչի հետ ես համաձայն չեմ, համապատասխան վարույթը պետք է առանձին հարուցվի, քննարկվի։ Չեմ մանրամասն չեմ քննարկի ժամանակի սղության պատճառով, որ երկարաձգում եղել է ոչ իրավաչափ, որովհետև երկարաձգման հիմքում դրվել է ոչ թե ինչ-որ փորձաքննություն կամ ինչ-որ հանգամանք, ասում են ապացույցներ պետք է ձեռք բերենք։ Այդ փուլում եթե ապացույցներ չկար, պետք է ավարտվեր, որովհետև կրկնում եմ, սա հատուկ վարույթ էր։ Սա ենթադրում է, որ առաջին օրվանից ապացույցները արդեն պետք է լինեն։ Սա ապացուցվում է նաև այն հանգամանքով, որ ՏԿ-ը ոչ մի ապացույց չի ներկայացրել։ Սա ապացուցվում է նրանով, որ հանձնաժողովը ասում է, մենք դրա մասին իմացել ենք փետրվար ամսին, այս դրա մասին իմացել ենք ավելի շուտ։ Սրա հիմքում դրված է նաև հանձնաժողովին ուղղված մեղադրանք նախկինում կատարած աշխատանքի որակի հետ կապված, որովհետև ըստ էության ասում է, ձեզ խաբել են, դուք չեք հասկացել։ Ու դուք ավելի վատ եք հասկացել, քան կհասկանար ՏԿ-ը, որ ձեզ խաբել են, դուք այդ տեղեկատվությունը վերցրել ընդունել եք։ Ինչի եմ սա ասում, որովհետև տեղեկատվությունից բացի գործիքական կա ապացույցներ ձեռք բերելու հետ կապված։